Սիրելի ընկերներ, ողջունում եմ բոլորիդ, ձեզ հետ է Գուրգեն Ստեփանյանը Manifest Online դպրոցից։ Եվ այսօր մենք կխոսենք կապիտալիզացիայից, կհասկանանք թե ինչ է շուկայական կապիտալիզացիան, կրիպտոյի կապիտալիզացիան եւ ինչպես կարելի է վերլուծելով այն հասկանալ շուկայի ընդհանուր շարժերը, ընդհանուր ուղղվածությունը եւ բնականաբար ըստ դրա կողմնորոշվել ավելի ու ավելի շատ ներդրումների համար, երբ սկսել ներդրումներ կատարել, երբ է որ դեռ ժամանակը չէ։ Նախ եւ առաջ եկեք հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում շուկայական կապիտալիզացիան։ Պարզ լեզվով ասված, դա այն գումարն է, որը որ կա ընդհանուր շուկայում։ Մտնում ենք օրինակ Coin Market Cap կայքը, մեզ շատ հայտնի կայքը, եւ այստեղ գրված է հենց Market Cap։ Սա հենց շուկայական կապիտալիզացիան է։ Ներկա ժամանակահատվածում շուկայական կապիտալիզացիան 2.44 տրիլիոն դոլար է։ Այս թիվը ստացվում է բոլոր շուկայում եղած կրիպտո արժույթների կապիտալիզացիան գումարելով միմյանց։ Ինչպես ենք հասկանում որևէ մի կրիպտո արժույթի կապիտալիզացիան։ Օրինակ վերցնենք Bitcoin-ը, քանի որ այն շուկայական կապիտալիզացիայի մեջ ամենաշատ ծավալն է զբաղեցնում։ Bitcoin-ի կապիտալիզացիան հասկանալու համար CoinMarketCap-ում հենց այստեղ գրված է Market Cap եւ տեսնում ենք ինչքան է թիվը։ 1.4 տրիլիոն դոլար է կազմում ներկայում հենց Bitcoin-ի կապիտալիզացիան։ Այս թիվը ստացվում է ընդհանուր Bitcoin-ի քանակը բազմապատկած ներկա արժեքով ընկերներ։ Հիմա ներկային Bitcoin-ը 71,000 է եւ հենց հիմա շուկայում կա 20 միլիոն հատ Bitcoin։ 20 միլիոնը եթե բազմապատկում ենք ներկայիս արժեքով, ստանալու ենք ընդհանուր շուկայական կապիտալիզացիան։ Եվ բոլոր կրիպտոների կապիտալիզացիան այսպես հաշվելով եւ գումարելով միմյանց ստացվում է արդեն ընդհանուր շուկայական կապիտալիզացիան։ Market Cap-ը։ Ինչի մասին է ընդհանրապես սա մեզ հուշում։ Երբ շուկայական կապիտալիզացիան աճում է, բնականաբար ընդհանուր շուկան միտված է աճի եւ top coin-ները, որոնք որ ունեն ավելի մեծ կապիտալիզացիա, որոնք որ ամենաշատ տեղն են զբաղեցնում այսպես շուկայի կապիտալիզացիայի մեջ, բնականաբար դրանք հետևում են բոլորի օրինակին եւ բնականաբար սկսում են աճ ունենալ։ Իսկ եթե կապիտալիզացիան նվազում է, դա մեզ հուշում է արդեն իսկ նվազման մասին, որ ընդհանուր գները այսպես նվազում են։ Եվ հենց կապիտալիզացիայի գրաֆիկ էլ գոյություն ունի, market cap-ը կարող ենք վերլուծել ընկերներ, տոտալներ են դրանք կոչվում եւ հասկանալ ինչ է տեղի ունենում շուկայական կապիտալիզացիայի հետ։ CoinMarketCap-ում էլ կա այսպես գծային գրաֆիկը ընկերներ, կարող ենք դրան էլ ուշադրություն դարձնել, բայց այնուամենայնիվ կա ճապոնական մոմերով հենց գրաֆիկ, որը որ կարող ենք նայել եւ ուշադրություն դարձնել։ Իդեպ CoinMarketCap-ում սեղմելով կապիտալիզացիայի վրա, այստեղ շատ հետաքրքիր ինֆորմացիա կա հենց կապիտալիզացիայի մասով ընկերներ, անպայման կարող եք ծանոթանալ եւ բնականաբար նորից դիտարկել։ Հիմա եկեք հանցնենք Trading View։ Trading View-ում շուկայական կապիտալիզացիան վերլուծելու համար մեզ պետք է լինելու պոիսկ բաժնում գրել total։ Ահա այսպես, ինչպես որ գրված է, եւ ընտրելու ենք առաջինը, հենց Trading View-ի լոգոյով եւ բացվելու է ահա մեր կապիտալիզացիայի գրաֆիկը։ Կապիտալիզացիան հիմնականում դիտարկվում է ավելի գլոբալ, որպեսզի եթե դիտարկում ենք օրինակ ներդրումներ կատարել, հասկանանք երբ է լավ ժամանակահատված, որտեղից կարող է սկսել կապիտալիզացիայի աճը եւ բնականաբար ըստ այդմ արդեն հասկանանք երբ կարելի է սկսել ներդրումներ կատարել տարբեր կրիպտոարժույթներում թեկուզ պորտֆել ձևավորելու համար կամ առևտուր կատարելու համար հասկանանք հիմա ներկայում ավելի լավ է օրինակ longer դիտարկել թե shorter դիտարկել, այն շատ տեղերում է մեզ օգնում։ Ես հիմնականում դիտարկում ավելի գլոբալ եմ սիրում կատարել, այստեղ կարող ենք ընտրել շաբաթանոց time frame-ը կամ օրանոց time frame-ը։ Ինձ մոտ շաբաթանոց time frame-ն է, դուք ձեր նախընտրելի time frame-ով կարող եք դիտարկել նայած ձեր առևտրային ոճից։ Եվ այստեղ նաև եթե ես ընտրում եմ մեծ time frame, բնականաբար գրաֆիկը ընտրում եմ լոգարիթմական։ Եկեք դա էլ ցույց տամ։ Այս հատվածից ավտոմատի տեղը միացնում ենք ընկերներ L-ի վրա սեղմում ենք, որպեսզի գրաֆիկը լինի լոգարիթմական, ինչու, որպեսզի այն ավելի պարզ երևա, ոչ թե այսպես գծային տեսքով լինի։ Տեսնում եք այս հատվածում գծեր կան, այս շարժը ընդհանրապես չի երևում սովորական գրաֆիկով։ Լոգարիթմականում արդեն տեսքը փոխվում է եւ այն ավելի հասկանալի է լինում։ Փոքր time frame-ներում տարբերություն չկա, դուք ինչպես եք դիտարկում գրաֆիկը։ Եվ եկեք գլոբալ, դիտարկենք մեր տոտալը, կապիտալիզացիան ու հասկանանք։ Այստեղ նույն թիվն է 2.41 տրիլիոն դոլար է հենց հիմա։
Ինչ կարելի է դիտարկել, ինչ կարելի է այստեղ գտնել։ Եթե նախ մեծ ուշադրություն դարձնենք, կհասկանանք, որ կապիտալիզացիայի գրաֆիկը իրականում շատ նման է Bitcoin-ի գրաֆիկին, որովհետև Bitcoin-ը լինելով առաջին կրիպտո արժույթը, այն ամենամեծ կապիտալիզացիան ունի ընդհանուր շուկայում եւ բնականաբար դրա այդ գրաֆիկները Bitcoin-ի եւ ընդհանուր տոտալի, այսպես գրաֆիկը իրար շատ նման են։ Ճիշտ է, ոչ կոպի արած, փաստ արած այսպես, բայց նմանություններ բնականաբար կան։ Եվ պարզ վերլուծություն, եթե այստեղ անում ենք, ինչ ենք նկատում, օրինակ, լավ, եկեք օրանոց time frame-ով դիտարկենք, որ շատ հեռու չգնանք։ Այստեղ ունենք օրինակ մաքսիմումներ, որոնք որ պարբերաբար նվազում են, այսինքն մեր տոտալը գտնվում է նվազող շարժում, եւ եթե այստեղ տանենք մեր զուգահեռը, բնականաբար այստեղ արդեն ստանում ենք նվազող տրենդ։ Ունենք նաև մեր կապիտալիզացիայում լավ աջակցման մակարդակ, որտեղից գինը շատ անգամներ շրջադարձ է կատարել եւ տոտալը սկսել է բարձրանալ եւ դրան հետևել են նաև մնացած կրիպտո արժույթները։ Եվ եկեք ավելի գլոբալ հասկանանք, որտեղից կարող է նաև լավ շրջադարձ կատարել մեր տոտալը, կարող ենք նաև այս հատվածն էլ դիտարկել, սա էլ է հետաքրքիր կետ եւ նաև մակարդակներից սա գծել։ Եվ դիմադրության համար, եթե վերևը վերցնենք ու գծենք, այս հատվածում ունենք շատ լավ դիմադրություն, ավելի վերևներում նույնպես դիմադրություններ կան։ Եվ այսպիսի պարզ վերլուծությամբ կարելի է արդեն հասկանալ, որ տոտալը ներկա ժամանակահատվածում ավելի այսպես գլոբալ վերցված միտված է նվազման։ Մեր մինիմումները այստեղ ջարդել, այսինքն ի սկզբանե մենք ունեցել ենք աճող տրենդ։ Ահա այսպիսի աճող տրենդ է եղել, որը որ ջարդվել է, ինչը մեզ հուշում է, որ ընդհանուր շուկայական կապիտալիզացիան ավելի շատ գլոբալ հաշվով դեռևս հիմա միտված է դեպի ներքև։ Եվ բնականաբար, եթե միտված է դեպի ներքև, ապա հենց հիմա ներկա ժամանակահատվածում շատ մեծ խոշոր ներդրումներ միանգամից կատարել, այդքան էլ դիտարկելի չի լինի։ Մասնակի կարելի է կատարել, որովհետև այն կարող է իջնել մինչև այս մակարդակ, տրենդի գիծ եւ նոր շրջադարձ կատարել։ Արդեն շրջադարձի ժամանակ նոր ներդրումները կարելի է դիտարկելի դարձնել կամ աճերի վրա արդեն իսկ աշխատելը։ Այստեղ կարող ենք նաեւ օգտագործել մեր շատ հայտնի Fibonacci գործիքը, որպեսզի հասկանանք կապիտալիզացիան որտեղ է հասել, հենց Fibonacci մակարդակներից ելնելով, որտեղից կարող է շրջադարձ ունենալ։ Տեսնում ենք, որ առաջին կետին արդեն հասել է Fibonacci գլխավոր թվերից 0.382-ին է մոտիկացել եւ հենց այստեղից տեսնում ենք փոքրիկ շրջադարձ։ Բնականաբար, եթե հաշվենք պոտենցիալը, այն կարող է նաև շատ հանգիստ իջնել մինչև մեր 0.5 մակարդակ, որը որ տեխնիկական անալիզի մակարդակի հետ է համընկնում, եւ ինչու ոչ մինչև 0.618։ Եվ լավ շրջադարձային կետեր մեզ համար կարող է լինել թե 0.382-ը, թե 0.5-ը եւ ամենահզորը, եթե իհարկե այդքան իջնի կապիտալիզացիան 0.618-ը։ Եվ թեկուզ այս 3 մակարդակներն էլ լավ դիտարկելի մակարդակներ կարող են լինել մասնակի ներդրումներ կատարելու համար 0.382-ից 0.5-ին հասնելուն պես եւ 0.618-ին հասնելուն պես, եթե հենց 0.382-ին հասել ու շրջվել։ Եթե կապիտալիզացիան ընկերներ հետ ջարդ անի ու նորից մտնի մեր այս աճող տրենդի մեջ, սա արդեն մեզ կհուշի շարունակական աճերի մասին եւ բնականաբար նորից ներդրումները դիտարկելի կլինի։ Այսօրվա մեր թեմայում հասկացանք, թե ինչ է շուկայական կապիտալիզացիան։ Ծանոթացանք դրա գրաֆիկին, հենց trading view-ում, տոտալին ծանոթացանք եւ բնականաբար ընկերներ հասկացանք ինչպես այն օգտագործել ի օգուտ մեզ, որպեսզի ընդհանուր գլոբալ հաշվարկով հասկանանք շուկայական շարժերը։ Ձեզ հետ էր Գուրգեն Ստեփանյանը, Manifest դպրոցից ընկերներ, անպայման, եթե ձեզ դուր եկավ այս վիդեոն, լայքեք վիդեոյի տակ, կարող եք մեկնաբանություններում գրել ինչ թեմայից կցանկանաք, որպեսզի ես խոսեմ հաջորդի, որպեսզի ձեզ համար նկարեմ եւ նաեւ բաժանորդագրվեք մեր սոցկայքերին, որպեսզի բաց չթողեք կարևորագույն ինֆորմացիաները։ Բոլորիդ մաղթում եմ լավ օր եւ հաջող գործարքներ։